Արդարև գովության են արժանի թագավորներից նրանք, որոնք հաստատեցին իրենց ժամանակները գրով ու պատմությամբ և իրենց իմաստության գործերն ու քաջությունն արձանագրեցին։ Մովսես Խորենացի, հայոց պատմահայր, 5-րդ դար։ Հայկական լեռնաշխարհից հայտնաբերվել են նաև օտար ծագում ունեցող մեծ թվով արձանագրություններ։ Դրանցից ամենահինը Քրիստոսից առաջ 23-րդ դարում Միջագետքի տիրակալ Նարամ Սուենի Դիարբեքիրի մոտակայքում կանգնեցված սեպագիրն է իր պատկերաքանդակով։ Այն վկայում է, որ համաշխարհային պատմությանը հայտնի առաջին աքադական բռնապետության զորքերը իսկապես հասել են Հայաստան, որը նրա բնագրերում կոչվում է Արմանում։ Աշխարհի հնագույն խուրիերեն արձանագրությունները թվագրվում են Քրիստոսից առաջ 23-ից 21-րդ դարերով և հայտնաբերվել են հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան սահմանին գտնվող Ուրքիշ քաղաքից։ Դրանցից ամենամեծը Ուրքիշի արքա Թիշարիի արձանագրությունը վերաբերում է անդրաշխարհի Աստծուն նվիրված տաճարի կառուցմանը։ Անդրաշխարհի Աստծուն է նվիրաբերված նաև Քրիստոսից առաջ 19-ից 18-րդ դարերով թվագրվող հին ասուրերեն սեպագիր արձանագրությամբ թուրը, որը ևս գտնվել է Դիարբեքիրի շրջանից։ Ակամա մտաբերում ենք հնագույն միջագետքյան Գիլգամեշ էպոսը, որի համաձայն անմահություն փնտրող հերոսը հաղթահարում է Մաշու լեռները, որոնք անտիկ աղբյուրների Մասիուս կամ Մասիոն լեռներն են։ Անցնում անդրաշխարհը խորհրդանշող մահվան ջրերով, ապա միայն հասնում անմահության ծաղկին։ Հատկանշական է, որ հնագույն միջագետքյան էպոսը լիովին համապատասխանում է հայկական աղբյուրներին, որոնց համաձայն անդրաշխարհը գտնվում էր Մասիուս կամ Մասիոն լեռներից հյուսիս, մինչև հայկական Տավրոսի լեռները։ Իսկ Տավրոսյան լեռներից հյուսիս գտնվում էր Դրախտաշխարհը, որտեղ պահվում էր անմահության ծաղիկը։ Դրախտ Եդեմը հայկական լեռնաշխարհում էր գտնվում նաև ըստ Աստվածաշնչի։ Եդեմից դուրս եկող 4 գետերից երկուսը, Եփրատն ու Տիգրիսը, սկիզբ են առնում հենց հայկական լեռնաշխարհից։ Քրիստոսից առաջ 18-ից 15-րդ դարերով թվագրվող բաբելոնյան սեպագրերով առարկաներ են գտնվել Արևելյան Հայաստանից, Նախիջևանից և Մեծամորից։ Նախիջևանից գտնվածը վնասված մի կնիկ է, Մեծամորինը Գորտի Ագաթե արձանիկ։ Օտար ծագումով հիերոգլիֆ համակարգերից Հայաստանի բնիկները օգտագործել են միայն խեթալուվիականը։ Այն Քրիստոսից առաջ 15-ից 8-րդ դարերում կիրառվել է հայկական լեռնաշխարհի արևմուտքում, Եփրատի հովտում գտնվող իշխանություններում։ Այս արձանագրությունները գրված են լուվիերենով, հայերենին ազգակից հնդեվրոպական մի լեզվով։ Գրային համակարգը բաղկացած է եղել շուրջ 500 հիերոգլիֆներից, որոնցից մոտ 70-ն են գործածվել որպես վանքեր և ձայնավոր տառեր։ Համակարգն ունեցել է գրության պարուրաձև ուղղություն, որում ամեն հաջորդ տողը գրվում էր նախորդին հակառակ։ Ասորեստանի արքաներին Հայաստանից գտնված արձանագրությունների ցանկը բավականին երկար է։ Դրանք թվագրվում են Քրիստոսից առաջ 13-ից 7-րդ դարերով և կարևորագույն վավերագրեր են հին արևելքի պատմական անցուդարձերի մասին։ Այդպիսի արձանագրություններ են գտնվել Արցախից, Մանասկերտի մերձակայքից, Դիարբեքիրից, Արևմտյան Տիգրիսի ակունքների և Միացյալ Եփրատի սկզբնավորման շրջաններից, Ուրմիա լճի ավազանի հարավից, նաև կորտված Արարատ լեռան վրայից, որը Ղուրանում որպես Նոյան Տապանի լեռ հիշատակվում է Ջուդի անվամբ։ Հայաստանից գտնված սեպագիր արձանագրությունների մյուս խումբը
գրված է Էլամերեն։ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկից Արմավիրից հայտնաբերվել են Էլամերեն 3 կավեսալիկներ, որոնք ունեն տնտեսական բովանդակություն եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 6-ից 5-րդ դարերի սահմանագծով։ Էլամերենը գրված Աքեմենյան Քսերքսես արքայի Վանում թողած եռալեզու արձանագրության 3 բաժիններից մեկը։ Մյուս 2 լեզուները պարսկերենն ու բաբելերենն են։ Արձանագրությունը քանդակված է Վանի ժայռի վրա, գետնից մոտ 18 մետր բարձրության վրա եւ տեղեկացնում է Քրիստոսից առաջ 5-րդ դարում իշխած Աքեմենյան արքայի կրոնական բարեփոխման մասին, որով Ահորամազդը հայտարարվեց աստվածներից մեծագույնը։ Այսքանով սակայն չի սահմանափակվում հայկական լեռնաշխարհում սեպագրի կիրառության պատմությունը։ Հայաստանում հայտնաբերվել է առեղծվածային սեպագիր մի համակարգ, որով մինչև օրս գտնվել է 3 արձանագրություն՝ Կարմիր Բերդից, Հրազդանից եւ Նախիջևանից ու Եղեգնաձորի միջնատարածքից։ Դրանցից ամենալավ պահպանվածը Կարմիր Բերդինն է։ Կարմիր Բերդ հնավայրը բնակեցված է եղել դեռևս Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում։ Հնավայրի Կիկլոպյան ամրոցը թվագրվում է Քրիստոսից առաջ 12-ից 9-րդ դարերով։ Արձանագրությունը գտնվում է ամրոցի մուտքի շարվածքում, ինչից թերևս կարելի է ենթադրել, որ այն ևս թվագրվում է նույն ժամանակաշրջանով։ Սեպանշանները եւ կառուցվածքով եւ չափերով լիովին տարբերվում են աշխարհում հայտնի բոլոր սեպագիր նշաններից։ Արձանագրված են 90 մեծ ու փոքր սեպեր, որոնց մեջ հստակ առանձնանում են շուրջ 2 տասնյակ նշաններ, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանում փորձ է արվել ստեղծելու սեպանշանային մի համակարգ, որը կարող էր լինել գրատեսակներից ամենակատարյալին, Այբուբենին անցման առաջին փորձերից մեկն աշխարհում։ Այն ժամանակներից ի վեր, երբ Արարիչ ընկին անուներ շնորհեց ամենին, իմաստուն մարդիկ, որ ապրում էին մեր մեջ, չեն կարող նշել ավելի հմուտ գործ, քան դպրությունն է։ Շումերական բնագիր Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակ։ Գրի մինչ օրը ստեղծված ամենակատարյալ տեսակն Այբուբենն է։ Այբուբենն ինքը հին ու միջին դարերում համարվել է կատարելության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ Այբուբենի առաջին եւ վերջին տարերը սովորաբար համարվել են տիեզերական ամբողջի խորհրդանիշը՝ ալֆա եւ օմեգա, Այբ եւ Քե։ Այբուբեններն իբրև թվահամակարգ գործածելու հիմքում եւս ընկած է տիեզերական ամբողջը խորհրդանշելու գաղափարը, քանի որ հնագույն միստիկ ուսմունքների համաձայն տիեզերաստեղծման առանցքում դրված է թիվը։ Եգիպտական գիրը ստեղծվեց եւ մինչեւ կիրառության վերջը մնաց Եգիպտոսի սահմաններում, սակայն մեծ ազդեցություն գործեց հարևան ժողովուրդների գրերի վրա, մասնավորապես կրետական պատկերագրության, դրանցից ծագած գծային գրերի եւ սեմական մի քանի գրահամակարգերի վրա։ Սեմական գրային համակարգերը եգիպտականի ազդեցության տակ ունեին բաղաձայնային գրության եղանակ, այսինքն գրվում էին միայն բաղաձայնները, իսկ ձայնավորները մտովի վերականգնում էր ընթերցողը։
Դրանցից մեկի Փյունիկյան վանկագրության զարգացմամբ Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկզբին ստեղծվում է Փյունիկյան բաղաձայնային այբուբենը, որը Փյունիկիայի աշխարհագրական խաչմերուկային դիրքի եւ ծովագնացության ասպարեզում փյունիկացիների հմուտ լինելու շնորհիվ լայն տարածում ստացավ, հիմք հանդիսանալով հունական, արամեական, հարավ-արաբական եւ այլ այբուբենների համար, որոնցից էլ ծագեցին ժամանակակից այբուբենների մեծ մասը։ Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկզբին Փյունիկյան այբուբենը ենթարկելով որոշ փոփոխությունների, արամեացիները ստեղծում են իրենց այբուբենը։ Կապված արամեացիների հին առաջավոր Ասիայում լայն տարածման եւ հիմնականում առևտրի ոլորտում ներգրաված լինելու հետ, արամեերենը եւ արամեական գիրը վերածվում են միջազգային հաղորդակցության լեզվի ու գրի։ Արամեական այբուբենը բաղկացած էր 22 բաղաձայնից եւ գրվում էր աչից ձախ։ Արամեական գրի ամենավաղ առնչությունը հայկական լեռնաշխարհի հետ վերաբերում է Քրիստոսից առաջ 8-րդ դարին, երբ Ուրմիա լճից հարավ գտնվող Բուկան հնավայրում կանգնեցվել է պաշտամունքային մի բնագիր։ Արարատ Ուրարտուի գերագույն աստված Խալդիի եւ երկրորդ գլխավոր աստված Հադադի, այսինքն Թեշեբայի հիշատակությամբ։ Հայաստանում արամեատար արձանագրությունները տարածում են ստանում Քրիստոսից առաջ 3-ից, Քրիստոսից հետո 2-րդ դարերն ընկած ժամանակամիջոցում։ Դրանց մեջ ամենամեծ թիվը կազմում են քարակոթողները, որոնք հավանաբար ծառայել են որպես սահմանակարեր։ Արամեատար գրություններ են պահպանվել տարբեր թանկարժեք իրերի վրա, լազուրիտե եւ արծաթե թասերի։ Հայտնի են նաեւ արամեատար գրություններով դրամներ, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ առաջին դարով։ Այս արձանագրությունների լեզվի խնդիրը մինչև օրս վերջնականապես պարզված չէ։ Կարծիք կա, որ արամեական այբուբենը հարմարեցվել է հայերենին, ինչպես ժամանակին հույները Փյունիկյան այբուբենը հարմարեցրին իրենց լեզվին։ Հունական գիրը համաշխարհային պատմության ընթացքում ստեղծված մեզ հայտնի առաջին այբուբենն է, որն ուներ ձայնավորներ։ Կատարելագործելով Փյունիկյան այբուբենը, հույները առանձին տառեր նշանակեցին ձայնավորների համար, փոխեցին բաղաձայնային համակարգը, համապատասխանեցնելով հունարենին։ Սկզբնապես հունական գիրն ուներ աչից ձախ ուղղություն, որը ժամանակի ընթացքում վերածվեց պարուրաձևի, բուստրոֆեդոնի, իսկ Քրիստոսից առաջ 4-րդ դարում հաստատվեց գրության ձախից աջ ուղղությունը, որն առ այսօր մնում է անփոփոխ։ Հայաստանում հունարենն իր գրահամակարգով կիրառվել է Քրիստոսից առաջ 3-րդ դարից սկսած, ընդ որում հունարեն արձանագրությունները շատ բազմաժանր են։ Դրանք հեղինակել են եւ հայերը, եւ օտարները։ Հայերի թողած բնագրերից հատուկ ուշադրության են արժանի մայրաքաղաք Արմավիրից գտնված 7 հատվածները։ Այդ տեքստերի թվում կան արքունական նամակներ, մակեդոնական օրացույցի ամսանունները եւ որ ամենահետաքրքիրն է մի մեծ բանաստեղծական հատված, որը ոճով հիշեցնում է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի ողբերգությունները եւ երբեմն վերագրվել է իրեն, համարվում է, որ իր չպահպանված ստեղծագործությունն է, կամ էլ վերագրվել է հայ Արտավազդ II թագավորին, որը Պլուտարքոսի հաղորդման համաձայն հունարեն ողբերգություններ է գրել։ Արմավիրի արձանագրությունները առանձնանում են մյուսներից իրենց գրության ձևով, որը հատուկ չէ քարի վրա արձանագրությունների տառատեսակին, այլ ավելի նման է պապիրուսի վրա օգտագործվող ձեռագրերի տառատեսակին։ Հայ թագավորներն էլ արտասահմանում լինելիս թողել են հունարեն արձանագրություններ։ Օրինակ Բակուր թագավորը, որը մի կարճ թագավորել է Մեծ Հայքում մոտ արապես 160-ից 163 թվականներին, ճանապարհորդել է Հռոմ իր եղբոր հետ, այնտեղ կորցրել է իր սիրելի եղբորը եւ այդ փաստը հիշատակել արձանագրության մեջ։
Հայաստանում ստեղծված հունագիր հուշարձաններից մի քանիսը հասել են մինչև 19-րդ դար, բայց ոչնչացվել են թուրքական կառավարության կողմից։ Քրիստոսից առաջ առաջին դարում իշխած հայոց մեծ տիրակալ Տիգրան Մեծի պատկերաքանդակով եւ մեծածավալ հունարեն արձանագրությամբ կոթող է հայտնաբերվել Արևմտյան Հայաստանում, որը 1869 թվականին Տրապիզոնի անգլիական հուբատոսի կողմից ուղարկվել է բրիտանական թանգարան։ Այդ մասին տեղեկացնում է գերմանական Augsburgian թերթը։ Կոթողը սակայն չի հասել Լոնդոն եւ մինչեւ օրս մեզ հայտնի չէ կոթողի ճակատագիրը։ Տիգրան Մեծի անվան հետ է կապվում նաեւ Կեսարիայի շրջանից 1891 թվականին գտնված Սաղավարտաձև դիմակը հունարեն արձանագրությամբ։ Այդ արձանագրությունը հրատարակվել է ֆրանսիացի արևելագետների կողմից 1908 թվականին։ Արձանագրությունը բավականին հակիրճ է։ Տիգրանի, Հայաստանի թագավորի, աշխարհի արարչագործությունից 5571 թվական։ Գրակիր հուշարձանը ուղարկվել է Կոնստանտինոպոլիս, որից հետո դրա մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Նախաքրիստոնեական Հայաստանից մեզ հասած արխայական դրամների մեծագույն մասը ևս կրում են հունարեն մակագրություններ։ Սրանք Քրիստոսից առաջ առաջին դարում իշխած մեծ հայքի արքաներ Տիգրան Մեծի, Արտավազդ II, Կոմագենեի արքա Անտիոքոս առաջինի դրամներն են, որոնք պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Արքաների անուններից եւ տիտղոսների ու թվականների հունարեն գրություններից բացի դրամներն աչքի են ընկնում պատկերների կատարողական բարձր արվեստով։ Հայաստանի տարածքում գտնվել են նաև Հռոմի ռազմական գործողություններին առնչվող մի շարք արձանագրություններ։ 115-ից 117 թվականին Հռոմի Տրայանոս կայսրը արշավել է արևելք, ուզել է գրավել Պարսկաստանը, հասել է մինչև Տիզբոն, սակայն մահացել է այդ արշավանքի ժամանակ։ Եվ նրա լեգիոններից մեկը, 4-րդ այսպես կոչված սկյութական լեգիոնը Հայաստանում է տեղակայված եղել։ Այդ լեգիոնի 3 զոհված մարտիկների տապանակարերն են պահպանվել։ Մեկի վրա լատիներեն արձանագրություն է, երկուսի վրա հունարեն։ 301 թվականին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո հունարենն ավելի լայն կիրառություն ստացավ, դառնալով քրիստոնեության քարոզչության երկու գլխավոր լեզուներից մեկը։ Հունարենը գրված 301 թվականին հիմնված Էջմիածնի Մայր տաճարի հնագույն արձանագրությունը։ Քրիստոնեության քարոզչության երկրորդ լեզուն ասորերենն էր իր գրահամակարգով։ Բազմաթիվ մատենագրական տեղեկություններ վկայում են, որ 301 թվականից սկսած ասորերենի բազմաթիվ դպրոցներ են բացվել եւ գործել Հայաստանում։ «380-ական թվականների վերջին, երբ Արևելյան Հայաստանն ընկավ Պարսկաստանի գերիշխանության տակ եւ դարձավ կիսանկախ թագավորություն, արքունի գրագրության մեջ սկսեց գործածվել պահլավերենը կամ միջին պարսկերենը։ Թե ասորական եւ թե պահլավական գրերի հիմքում ընկած է արամեական այբուբենը, երկուսն էլ բաղկացած էին 22 բաղաձայներից, որոնք գրվում էին աջից ձախ ուղղությամբ։ Զարմանալի է, բայց մինչև օրս Հայաստանից չի հայտնաբերվել 4-րդ դարով թվագրվող ասորերեն կամ պահլավերեն որևէ արձանագրություն։ Որևէ հնագիտական փաստ չունենք նաև 4-րդ դարում Հայաստանում սեփական այբուբենի գործածության մասին։ Պահպանվել է միայն եթովպական մի արձանագրություն, պատմություն Տրթատ թագավորի մասին վերնագրով, որում ասվում է, որ նոր քրիստոնյա դարձած Հայաստանում Տրթատ 3-րդի օրոք 4-րդ դարի սկզբին երկու սրբակյաց հայեր, Թադեոսն ու Մարտիրոսը, ստեղծել են 24 տառանոց մի այբուբեն, թե ինչ այբուբեն է եղել դա, մենք որևէ այլ պատկերացում չունենք։ Այդ մասին հայկական աղբյուրներում որևէ տեղեկություն չի պահպանվել։
Գրի զարգացման բարձրագույն աստիճանը, ամենակատարյալ գրատեսակի Այբուբենի ստեղծումը Հայաստանում կապվում է Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ գյուտի հետ, որին սրբացրեց հայ ժողովուրդը։ Նա դարձավ հայկական նոր քրիստոնեական դպրության հիմնադիրը։ Նրա շնորհիվ հայոց դպրությունը վերածնունդ ապրեց, քանի որ 301 թվականին քրիստոնեության պետական կրոն հռչակումով արգելվել էր հին հայկական մեհենագրությունը, իսկ քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում մեկ դար կատարվում էր օտար լեզուներով։ Քրիստոնեության ընդունումից հետո, երբ որ պետական հասարակական կարգի կարևորագույն ինստիտուտը ձևավորվում է եւ դրվում է պետական մյուս ինստիտուտները պիտի կառուցվեն արդեն քրիստոնեական կրոնի ընկալման տեսանկյունից, մնացած բոլոր համակարգերը կամաց-կամաց պիտի համապատասխանեցվեն դրան։ Այս իմաստով գրերի գյուտը ոչ միայն աստվածաշնչի թարգմանության համար էր կարևոր։ Գիրը կարող էր քաղաքացիություն ստանալ, եթե կապվել է մարդկանց բուն իրավունքների հետ եւ ոչ թե միայն կրոնական զգացումների հետ։ Քիչ ավելի ուշ 451-ին մենք պետք է տեսնենք, որ Ավարայրի ճակատամարտի նախաշեմին եւ հետո մենք դեռևս Հայաստանում տարածքներ ունենք, որոնք քրիստոնյա չեն։ Եվ դեռևս քրիստոնեությունը տարածում է Հայաստանում։ Այսինքն գրերի նշանակությունը ոչ միայն կրոնի տարածման կամ կրոնի քարոզչության, սաղմոսերկության եւ այլն կրոնական ծեսերի համար էր կարեւոր, այլ պետականության ներքին համակարգի գործավարության եւ պետական լեզվի կարգավիճակը հայերենի ամրագրելու համար էր շատ կարեւոր։ 361-ից 440 թվականներին ապրած հանճարեղ այս հայը աշխարհի պատմության մեջ միակն է, որ Այբուբեն է ստեղծել 3 ժողովուրդների համար՝ հայերի, վրացիների եւ աղվանների։ Սա վրացիների համար ստեղծած Այբուբենն է, որն ի տարբերություն վրացական մյուս գրի կոչվում է Խուցուրի, իսկ սա Մաշտոցի ստեղծած աղվանից Այբուբենն է։ Հայկական ձեռագրերի աշխարհի ամենամեծ պահոցում Երևանի Մատենադարանում պահվող 11-րդ դարի այս ձեռագրում բերվում են Մաշտոցի ստեղծած 3 Այբուբենները։ Այն 9-րդ դարում կազմված ուսումնական ձեռնարկի կրկնօրինակն է, որում 7 լեզուներով եւ իրենց գրերով գրի առնված միևնույն աղոթքը։ Այբուբենի կատարելությունն անշուշտ պայմանավորված է մեծ գրաբանի կիրառած սկզբունքով՝ մեկ հնչյունին մեկ տառ, ընդ որում տառերը գծվում են մեկ կատարումով եւ չունեն հավելյալ կետեր կամ գծիկներ։ Մաշտոցը պիտի ստեղծեր տառատեսակների այնպիսի մի համակարգ, տառատեսակների ոչ թե գրերի քանակի, այնպիսի մի համակարգ, որը կարող էր ծառայել թե ծիսական, թե ծիսական արարողակարգային գրականության ուրեմն ստեղծման համար եւ թե գրագրության, արտոնին գործածության համար եւ այլն։ Այս իմաստով ուրեմն 5-րդ դարում հենց ի սկզբանե ստեղծված գրատեսակները եղել են թե երկաթագիր, բոլորգիր եւ ուղղագիծ պատկերներով, թե աղյուսակ գրեր, որոնք մենք տեսնում ենք օրինակի համար ավետարանների ցրվածանկերում եւ համաբարբարային աղյուսակների մեջ, մատյանը ինքը չափով եւ գրատեսակով առանձնանում է, երբ որ դա ծիսական մատյան է, անպայման բոլորագիծ կամ ուղղագիծ երկաթագիր է եւ մեծ։ Երբ որ արտոնին օգտագործության համար է, անպայման աղյուսակ գիր է, գրքի ծավալը փոքրանում է դյուրակիր լինելու համար, որպեսզի կարողանաս տեղից տեղ շարժել եւ ընթերցել։ Իսկ օրինակի համար ասենք մեծադիր ավետարանները կամ մաշտոցները կամ ճառընտիները, որոնք եկեղեցում գրակալի վրա դրված եւ օրեցօր թերթվում եւ կարդացվում էին հավատացյալ ժողովրդի համար, նրանք չէին կարող դյուրակիր լինել եւ ընթերցանության համար հարմար լինել։ Ուրեմն գրատեսակները նաեւ նախատեսված են որոշակի կիրառելիության սկզբունքով։ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը համայն հայության գլխավոր սրբավայրերից է եւ գտնվում է Երևանից ոչ հեռու, Օշական գյուղում։ Մաշտոցի ծննդավայր Հացիկ կամ Հացեկաց գյուղը Արևմտյան Հայաստանում է, այժմ Թուրքիայի տիրապետության տակ։ Մաշո դաշտի եզրին գտնվող Չքնաղայտ գյուղը պաշտոնապես վերանվանվել է Գյուվեն, սակայն այնտեղ ապրող քրդերը շարունակում են այն կոչել հայկական անվամբ՝ Խասիկ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո թուրքերը այստեղ եւս ջնջել են հայերի հետքերը։ Մեծ մտածողի ծննդավայրում նրա անունը կրող եկեղեցին
բնակիչների վկայությամբ պայթեցվել է 20-րդ դարի կեսերին թուրքական կառավարության կողմից։ Սա եկեղեցու տեղն է։ Մինչդեռ պայթեցումից առաջ փորձեր էին արվում Մաշտոցի ստեղծած այբուբենով քաղաքակրթել թուրքերին։ Ի վերջո ժամանակակից թուրքերենի քերականության հեղինակը դարձավ նույնպես հայազգի Հակոբ Մարտայանը, որին թուրքերը մեծարելով կոչեցին Դիլաչար, որ նշանակում է լեզու բացող։ Հայատար թուրքերեն գրականությունը ունեցել է զարգացման երկու կարևոր շրջաններ։ Մոտ 600-ամյա ձեռագրական շրջան եւ 250-ամյա տպագրական շրջան։ Սա ներառում է եւ գեղարվեստական գրականություն, եւ կրոնադավանաբանական գրականություն, եւ պատմական գրականություն։ Սա ներառում է գիտություններին վերաբերող ձեռագրեր, որոնք շատ կարևոր են։ Գալով հայատար թուրքերեն տպագրական շրջանին, այն զարգացել է ձեռագրական շրջանի հետ զուգահեռ։ Դա մոտավորապես 50 երկրների 200 տպարաններում տպագրված 2000 անունից անցնող գրքեր են։ Այն ծառայել է ամբողջ կայսրությանը, տարբեր բնագավառներում, կայսրության բոլոր թուրքախոս ազգերին, որոնք կարողացել են 1-2 ժամում, ինչպես իրենք են վկայում, ծանոթանալ Մեսրոպյան այբուբենին եւ հետո կարդալ 120-ի մոտ պարբերականները եւ այդ 2000-ից անցնող գրքերը։ Հայատար թուրքերեն լրագրության հիման վրա է, որ ստեղծվել է թուրք նոր գրականությունը, այսինքն բոլոր այն լուսավորիչները առանց բացառության, որ թուրք նոր գրականության կորիզն են կազմում, բոլորը համագործակցել են հայ մտավորականության եւ հայկական թատերախմբերի հետ։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ժողովուրդը գրականություն է ստեղծում օտար գրերով ու լեզուներով։ Առավել հայտնի օրինակներից են արաբերենի կիրառությունը մահմեդական ժողովուրդների շրջանում կամ լատիներենի կիրառությունը Եվրոպայի ժողովուրդների կողմից։ Հայերը, ինչպես նշվեց, Մեսրոպ Մաշտոցից առաջ կիրառել են օտար գրահամակարգեր, իսկ հետագայում հենց հայոց այբուբենը կիրառվեց այլ լեզուների համար։ Հայատար խփչաղերեն, հայատար թաթարերեն ձեռագրերը, նաև տպագիր գրքերը եւ կրոնադավանաբանական գրականություն են։ Դրանք եւ պարզ կենցաղին ծառայող, եկեղեցում ասենք, ծննդյան մատյաններն են, ամուսնական դաշնագրերն են, կահագրքերն են, նաև գեղարվեստական գրականություն, նաև պատմական գրականություն, նաև թարգմանական գրականություն եւ իրավական ձեռագրեր, բառարաններ, բառացանկեր եւ եզակի արժեք ներկայացնող մի քանի քերականներ խփչաղերեն լեզվի։ Հայատար քրդերեն գրականությունը շատ որոշակի նպատակաուղղվածություն է ունեցել։ Քուրդ, եզդի այս ժողովուրդների համար թարգմանված աստվածաշնչերը եղել են հայատար, այսինքն հայատար քրդերեն։ Կրոնադավանաբանական գրականությունը եղել է հայատար քրդերեն եւ տպագրվել են նրանք հիմնականում հայկական տպարաններում։ Մյուս մասը ուղղված է քուրդ ժողովրդին լուսավորելու նպատակին։ Սրանք եւ բառարաններ են, եւ դասագրքեր են, եւ նաեւ բանահյուսության օրինակներ են, որոնք պիտի նպաստեին, որպեսզի ժամանակի ընթացքում քուրդ ժողովուրդը ունենար իր այբուբենը։